Հավատն առանց գործերի մեռած է, ասում է Հակոբոս Առաքյալն։ Եվ գործերն առանց հավատի անիմաստ է։ Երկուս թևեր էր, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Ինչպես թռչունը մեկ թևով չի կարող թռչել, այլ երկու թև են պետք, որպեսզի մարդը թռչի եւ երկինք հասնի։ Այդպես էլ հավատը առանց գործերի մեռած է։ Եթե քրիստոնյան չի աղոթում, օրինակ, Տաթևացին ասում է հեթանոսից վատնա։ Եթե մարդը չի սիրում աղոթել, որտեվ հեթանոսները նենց կարգ ու կանոնով են իրենց պաշտամունքը կատարում, հա? Նենց ջերմեր անդորով են կուրքերին երկրպագում, որ մենք ամոթով կմնանք։ Այն ջերմերանդությունը, որ չունենք ինչպես հեթանոսներն այս կուրքերի հանդեպ։ Նույնպես աղոթք եւ նաեւ բարի գործեր, որտեվ երբ որ մարդը աղոթում է, ապրում աղոթական կյանքով, իր էությունը փոխվում է։ Քրիստոնյա ինչը նշանակում, Քրիստոս իննա, Քրիստոսի մեջ է նա, Քրիստոսով զգեստավորված, Քրիստոս է նրա մեջ բնակվում եւ ամբողջ կյանքն է փոխվում։ Եթե քո ներսը փոխվեց, իրապես փոխվեց Աստծով, քո դուրսն էլ է սկսում փոխվել։ Դու չես կարող անտարբեր լինել նեղյալի, հիվանդի, աղքատի, կարիքավորի հանդեպ, անխրատի հանդեպ, տգետի հանդեպ։ Տգետին ուզում ես ուղես, անխրատին ուզում ես խրատես, կարիքավորին ուզում ես օգնես, բանտարկյալին ուզում ես այցելես, չէ՞ Քրիստոս ասում։ Մեռելին ուզում ես թաղես, հա, էս էլ է ողորմության մի տեսակ մեղրաներին թաղելը։ Ուրեմն իրական գործը դառնում է քրիստոնեական կյանքի արդյունք։ Բայց եթե մարդու միջի փոփոխություն չկա, ինքը սրտով չի հավատացել Տիրոջ, իր կյանքը չի փոխվել ներսից, բնականաբար նա կեղծավոր է եւ կյանքն էլ չի փոխվելու։ Եվ այդ հավատքը իրան դառնալու է դատապարտություն եւ ոչ թե փրկություն, հա։ Ձեր մեղքերի պատճառով դերևս մարգարեներին են ասում Իսրայելի ժողովրդին, Աստծո անունը հայհոյվում է հեթանոսների մեջ։ Ձեր մեղքերի պատճառով, պատկերացնում եք ինչա կատարվում։ Եթե մենք քրիստոնյա լինելով մեր հասարակության մեջ լույս չենք, օրինակ չենք, աղ չենք, ապա դատապարտություն ենք։ Աղը, եթե անհամենա, ինչի պետք կլինի, ոտքի գողխան կլինի։ Տաթևացին ասում է, երբ կգա աշխարհի վախճանը, երբ որ վերջին արդարը ծնվի, հա։ Երբ որ արդարները դադարեն, այն ժամանակ աշխարհի վախճանը կգա, հա։ Այսինքն աշխարհը կա, գոյատևում է, ապրում է միայն արդարների միջոցով եւ արդարների համար։ Իրենք համն ու հոտն են աշխարհի։ Եթե արդարները դադարեն, աղը անհամանա, ոտքի գողան պետք է լինի, աշխարհի վախճանը կգա։ Ուրեմն մենք ենք աշխարհի լույսը, չգիտեմ ինչքանով ենք լույս, մենք ենք երկրի աղը, չգիտեմ ինչքանով ենք համ ու հոտով, Տաթևացին ասում է աղոթք բաղրի հիմքը աղն է։ Ով աղոթք է անում, աղ ունի, համ ու հոտ ունի։ Տեսել եք աղոթող քրիստոնյայի դեմքը տարբեր է։ Մանկան նման դեմք ունի։ Քրիստոնյաները ես տեսել եմ չեն ծերանում, գիտեք, չեն ծերանում իրենք։ Կարող է մազերը սպիտակեն, կարող է մարմինը մի քիչ էլ կռանա, բայց իրենք չեն ծերանում, ասում է դա Մովսես մարգարեն 120 տարեկան էր, ասում աչքի լույսը չէր թուլացել, դեմքը պարզ, վատ, լուսավոր ինչու, որտեվ 40 օր գնացել էր Սինան լեռան վրա, Տիրոջն էր տեսել, այնպիսի լույս էր դեմքից ճառագում, որ պետք է քող դնեին, որ կարողանան Մովսեսին տեսնել։ Ճիշտ այդպես էլ քրիստոնյան միշտ երիտասարդ է, միշտ կյանքով, ավյունով, Աստծով լցված է։ Ու այսպես պետք է ապրենք, որ Տերը մեզ զորացնի, որ կարողանանք հավատքը գործերի հետ համատեղել։ Այլապես մեր հավատքը մեզ ոչ թե փրկություն կլինի, այլ դատապարտություն կլինի։ Ամեն։